Հայաստանում երիտասարդները արդեն մի շաբաթ գիշեր եւ ցերեկ անցկացնում են Բաղրամյան պողոտայում, այս վերջի 2 օրը որոշ մարդիկ գնացել էին օպերա։ Ուզում եմ իրոք ողջունեմ այն երիտասարդներին, որ արդեն 7-րդ օրն է մի շաբաթվա ընթացքում չեն գնացել տուն, դրսում են սնվում, դրսում են քնում։ Ուզում մենք այստեղ ճիշտ է հեռու ենք, բայց իրոք հոգով, սրտով, ուղիղ եթերով ձեր հետ ենք, նայում ենք եւ աջակցում ենք ձեզ։ Ուզում եմ իմանաք, որ մենակ չեք եւ այստեղի երիտասարդները բոլորը ձեր կողքն ենք եւ ձեզ հետ կիսում ենք այն դժվարությունները, որոնք որ դուք եք կիսում։ Եվ ժողովուրդ ջան, բաց միկրոֆոնը, եթե ինչ-որ ասելիք ունեք, խնդրում եմ եկեք եւ ասեք։ Չեն ու դա արդյունք են բանի, որ երիտասարդները փաստորեն իրենց չգիտեմ ինչի քարոզչության պատճառով ժողովրդի կիսեցին ու բավականին տհաճ վիճակ է ստեղծվել, չնայած ինձ թվում է դա արել կախված։ Որ ժամի տվյալներ են դրանք։ 2 ժամ առաջվա։ Ես 2 րոպե առաջ նայեց մերին, իր ձերը բարձրացրել։ Ես կուզենայի մի քանի բաներ խոսել, ճիշտ ասած այսօր որոշել էի խոսել այդ թեմայով։ Իրավիճակի որոշակի փոփոխություն է եղել, այդ մի քանի երիտասարդները հեռացել են օպերա, թատերական հրապարակ, իրենց հետ գնացել են որոշակի մաս, ու հիմա ռեալ խնդիրը ինչում է, խնդիրը նրանում է, որ պարզ պիտի հասկանալ մի բան, իշխանությունը բիրտ ուժ է եւ վախենում է միայն բիրտ ուժից, այսինքն մարդկանց քանակից, բոլորս էլ հասկանում ենք, այնտեղ առավել եւս հասկանում են, որ եթե իշխանությունը ինչ որ զիջումների գնացել է, չնայած ես ոչ մի զիջում մինչև հիմա չեմ տեսնում, ես չգիտեմ այնտեղ այդ մի քանի հոգին ինչ հաղթանակ են տոնում, ոչ մի հաղթանակ էլ դեռ չկա, իշխանությունը այդ Բաղրամյանի վրա հավաքված ժողովրդից է վախենում։ Այն խոսքերը թե հայ կտան կջարդեն է տալ ջարդելու խնդիրը այսպես է, ժողովուրդը շատ եղավ, ոչ մի բան էլ չեն ջարդի, քիչ եղավ կջարդեն։ Ու ես չեմ ուզում գնահատականներ տալ այդ եղածին, հատկապես մարդկանց, չնայած արդեն հասցրել եմ մի երկու բավականին տհաճ բաներ հայտարարել, բայց առնվազն ճիշտ չի դա։ Ու ես գտնում եմ, որ մենք ինքներս պիտի մեր պայքարը շարունակենք, աջակցենք այն մարդկանց, ովքեր Բաղրամյան փողոցում են, ովքեր իսկապես ուզում են, որ որևէ բան փոխվի, ու ես խորհուրդ կտայի այն միամիտ մարդկանց, ովքեր որ գտնում են, կուլ են գնում այդ քարոզչությանը, թե արդեն հաղթանակա, չգիտեմ ինչ հապտի գնալ տները, մի պարզ պրիմիտիվ հարց տալ այդ ասողներին, որ դուք ինչ եք ուզում, ձեր ուզածը ինչ է, որ այդ 7 դրամը էժանանա, թե այդ երկիրը դառնա նորմալ երկիր, ունենա նորմալ իշխանություն։ Թող իրենց ուղղակիորեն հարցնեն, իրենք պաշտպանում են, դեմ են այդ իշխանությանը, թե դեմ չեն։ Այնտեղ էլ բոլորի համար արդեն հստակ կլինի, թե ասենք այդ ամեն ինչը ուրա գնում։ Շատ լավ հասկանում ենք, որ երկրում համակարգային փոփոխություններ են, պետք է ամբողջական իշխանության այդ համակարգը պիտի փոխվի, որտեղ ոտից գլուխ թաղված է եւ կոռուպցիայի մեջ եւ հանցագործությունների մեջ, այս էլեկտրականության պատմությունն էլ է 200 միլիոն դոլար կորած այդ ամեն ինչով, դրա ընդամենը մի մասնիկն է, այդպիսի 200 միլիոններ չեն կորել, այդ պետական պարտքը 3-4 տարում 1 միլիարդից դառավ 6 միլիարդ դոլար, եթե որևէ փոփոխություն, որևէ մեկը Հայաստանում տեսել է, թող բերի աչքս կողի, ես չեմ տեսել, չգիտեմ։ Ինչ որ մարդկանց անձնական հաշիվներ են բավականին մեծացել, դա ուրիշ խնդիր է։ Այնպես որ մենք ամեն դեպքում պիտի աջակցենք այն մարդկանց, ովքեր ուզում են, որ այդ երկիրը դառնա նորմալ երկիր։
ու պիտի հասկանալ մի տարական բան, պայքարը անիմաստ է, եթե չկա արդյունք, ես անցած ելույթի ժամանակ եմ դա ասել։ Երբ որ դու արդյունք չես ունենում, կամ առավել եւս պարտություն ես ունենում, դա քեզ ջլատում է, դա քեզ ուսահատացնում է։ Այն խոսքը, թե մենք ցանկացած վարկյանի կարող ենք դուրս գալ Բաղրամյան փողոցը փակել, դա լուրջ խոսակցություն չի։ Այդքան հեշտ չի ժողովուրդ մոբիլիզացնել։ Հեշտ չի։ Հիմա պահն է, մարդիկ էլ կանգնած են, շատ մարտական էլ տրամադրված են, ասեմ ձեզ շատ։ Ուզում են այդ երկրում մի բան անել, որպեսզի վաղը մյուս օրը մեկ էլ մի ուրիշ բան չթանկացնեն, հետո ուրիշ բան թանկացնեն, խաղ անեն էլ իրենց հետ։ Ասած կանեն։ Անշուշտ։ Կուզենայի մի տահաճ հարցել, պիտի անկեղծ լինեն, բոլորս էլ ի վերջո մենք մեր թերությունների մասին էլ կամ վատ բաների մասին էլ պիտի խոսենք, որ դրանց դեմ առնենք, թույլ չտանք, որ դրանք ծավալվեն ու առավել ևս մեր վրա ազդեն։ Երեկվանից սկսած մի ինչ-որ տգեղ տենդենց է նկատվում Հայաստանից, այս մեր մեջից մի քանի հոգու, ում որ ես եմ ճանաչում, ենթադրում եմ նաև ուրիշներին, ինչ-որ ջահելներ սկսել են նամակներ գրել, թե դուք այդտեղ մեր գործերի մի խառնվեք, մեզ խելք մի սովորացրեք, դրանք շատ կոնկրետ հստակ մարդիկ են, ասեմ ձեզ, բայց այսպիսի երևույթ է նկատվել, ուզում եմ տեղյակ պահել, որ Հայաստանում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ուղղակիորեն սնվում են ռուսական ուրեմն բյուջեից, Գազպրոմից, դրանք բացահայտ հակաքարոզչությամբ են զբաղված եղել միշտ, հակահայկական քարոզչությամբ, կոնկրետ Երևանի գեոպոլիտիկ ակումբ կա մի հատ, թշվառական կա մի հատ Արման Բոշյան, մեկը դա է, ու այդ կարգի ինչ-որ թշվառականներ։ Նման բաներին պետք չի իհարկե ծանր տանել, դա էլ կլինի, չի բացառում, որ դրանք պատվերով նամակներ են, բայց ես, եթե հնարավոր լիներ, որ մեր հարազատները լսեին մեզ Հայաստանում, ես կուզենայի մի բան ասել, ի վերջո այնտեղ գտնվող բոլոր մարդիկ պիտի հասկանան, որ այս սպյուրք ասացի մեծագույն մասը էլի Հայաստանի քաղաքացիներ են, հերիք չի հայեր են, հետն էլ Հայաստանի քաղաքացիներ են, ու այդ հայրենիքը ինչքան ձերն է, այդքան էլ մերն է։ Ու եթե մենք հայտնվել ենք այստեղ ու աշխատում ենք, որ մեր հարազատները, ընտանիքները այնտեղ ապրեն ու չարտագաղթեն, դրանով բացարձակ մենք պակաս իրավունքներ չունենք համաձ ձեզ։ Ու դրանից չի բխում, որ եթե ես ապրում եմ հիմա Լոս Անջելեսում, ուրեմն հայրենիքից գլխին ինչ փորձանք բերեն, ես պիտի ձենս կտրեմ։ Չկա այդպիսի բան։ Դա բացատրելու բան չի, հա։ Դա մեր հայրենիքն է, բոլորի սիրտն էլ ցավում է, դրա համար էլ հավաքվել ենք։ Թող բարի լինեն, ամեն մեկը իր գործով զբաղվի, թող իրենք անեն լավ բան, մենք իրենց միշտ կաջակցենք։ Այդ հաստատ։ Եթե վատ բան արեցին, ասել ենք շատ վատ ենք ասելու։ Թող մեզ էլ թող ոչ մեկ խելք չսովորեցնի։ Նրանց անուններով կարելի։ Պետք չի։ Ես վստահ եմ, որ դրանք շատ կոնկրետ հանձնարարությունով մարդիկ են, պարզապես եղել է այդ դեպքը, ուզում էի ասել այդ բանը։ Ամոթ։ Ես վստահ եմ, որ դա պայքարող մարդկանց միջից չեն։ Չի կարող այդպիսի բան լինել, էլի, բայց հանկարծ եթե որևէ մեկը տել ստանա, ծանր մի տարեք։ Դա զակազով բաներ են, թքած ունեցել։ Ամեն դեպքում։ Անկախ ամեն ինչից, Երևանում պայքարը շարունակվում է, իր դժվարություններով հանդերձ ցանկացած պայքարել ունի պիկ, ունի ինչ-որ թույլ կողմեր, հաղթում են այն մարդիկ, ովքեր ունեն համբերություն, ոնց որ պատերազմում։ Անհամբեր մարդիկ այդ շատ հազվադեպ ալնում, որ դու մի անգամից գնաս ու ինչ-որ արդյունքի հասնես։ Հաջողություն է լինում, դժվարություն է լինում, կարևորը համբերությունն է, կամքն է, կորովն է դիմանալու այդ դժվարություններին։ Ի վերջո թող չթվա թե դիմացինն էլ քեֆ ուրախության մեջ է։ Այն կոմպլեքսներն ու պրիստուպները, որ իշխանության մոտ են հիմա այդ ցույցերի պատճառով, հավատացեք ավելի պակաս չեն։ Որտեւ իրենք էլ են կրակն ընկել այդ ամեն ինչի ձեռը, չգիտեն ինչ անել։ Այդ ցրել ասածը հեշտ են ասում, ցրեն։ Ցրելը կարող է ձնագնդի էֆեկտ բերի։ Ոնց որ այդ առաջի դեպքը եղավ։ Ցրեցին, հետո 10 անգամ ավել մարդ եկավ։ Իսկ որ զուտ ռազմական առումով ասեմ, քաղաքային կռիվները դա ռազմաճակատային կռիվներ չեն։ Որտեղ հստակ գիծ կա, բան կա, քաղաքում շատ դժվար է։ Եթե եկավ հասավ կռիվներին, հայտնի չի թե ոնց կավարտվի։ Մարտի մեկին իրենք դրանում շատ լավ համոզվել են։ Չնայած այդքան մարդ սպանեցին։ Էնպես որ պետք է ունենալ համբերություն, պետք է ունենալ չափավոր
լավատեսություն, բայց պայքարի կամք ու դիմանալ դժվարություններին, չկոտրվել, ով չի կոտրվում նա հաղթում է, ով ունի համբերություն նա հաղթում է, այնպես որ բոլորիս համբերություն ու հաղթանակի կամք եմ ցանկանում, մեր ընկերներին էլ հաջողություն, Աստված տա սկսած գործը բարեհաջող ավարտեն, մենք էլ իրենց հետ բոլորի հետ ուրախանանք, բայց մենք պարտավոր ենք անընդհատ այստեղ իրենց աջակցել, թիկունք լինել։ Մենք փոքր, բայց իրենց թիկունքն ենք։ Լավ եղեք ժողովուրդ։ Պայքար Ովքեր որ թողել ու գնացել են օպերա, իրենք էլ երևի չեն զգում, որ կամա թե ակամա քիչ-քիչ վերածվում են Սերժիկի փաստաբանների։ Երբ որ պնդում են, թե նա չի կարող չեղյալ հայտարարել այդ որոշումը թանկացման, դրա համար էլ առաջարկել է կասեցնել, չգիտեմ աուդիտորական ինչ-որ ընկերություն հրավիրել, դա ծիծաղելի է, նույնիսկ Սերժիկը իր ելույթում այդպիսի բան չասեց։ Այդ ոնց է լինում, որ մարմինը ինքը թանկացնում է, բայց այդ մարմինը իրավասու չի դա վերացնելու այդ որոշումը։ Եթե նույնիսկ էլեկտրականության մասն ենք խոսում։ Թող խոսելուց մի քիչ զգույշ լինեն, որտեղ ասում եմ, կամա թե ակամա ստացվում է այնպես, որ ինք սկսում են իշխանությանը պաշտպանել։ Դա լավ բան չի։ Իշխանությունը իրենց պաշտպանության կարիքը հաստատ չունի։ Այստեղ նա հասցնել բոլորին, իր արած ամեն ինչով։ Շատ զգույշ լինեն արտահայտությունների մեջ ու մեզ էլ, մերոնց էլ խորհուրդ կտամ բոլորս էլ խոսելու շատ զգույշ լինենք։ Հարգելի բարեկամներ, ուրեմն ես ուզում եմ ասեմ, որ ստեղ հավաքվածների մեծամասնությունը սահատարում է Բաղրամյանի ժողովրդին։ Բոլորից էլ շատ շնորհակալ ենք, որտեղ էլ որ են, ոնց էլ որ պայքարում են ռեժիմի դեմ, բայց կոնկրետ անձինս Բաղրամյան ժողովրդի, ովքեր որ մնացել են ու մինչև վերջ պայքարում են ռեժիմի դեմ։ Կեցե իրանք, կեցե Բաղրամյանի ժողովուրդը։ Եվ երևի թե մի կողմից լավ է, որ նախաձեռնող խումբ չկա, շատ ճիշտ մարտավարություն են ընտրել, որովհետև Վաղինակ Շուշանյանի օրինակը ցույց տվեց, որ իրանք ման են գալիս կարգավորող խումբ, որին վախացնելու շնորհիվ կարան տեղափոխեն ցույցը ուրիշ վայր, այսօր ժողովուրդը ընտրել է մարտավարություն։ Եթե նկատեցիք, Վալերի Օսիպյանը մի 10 անգամ մոտեցավ ցուցարարներին հարցնելով, ով կա կազմակերպիչ, ով կա կազմակերպիչ հարց ունենք լուծելու, 10 անգամ էլ մերժում ստացա, որ նախաձեռնող խումբ չկա, սա ժողովուրդն է։ Ուղղակի ներող կլինեք, որ այդ խոստացած հերոստակամուրջը չի կայանալու։ Եվ հույսով ենք, որ այս մարտավարությունով ժողովուրդը կշարունակի պայքարը եւ ինչ-որ միտեղ կհասնի։ Եվ կարծում եմ Վաղինակ Շուշանյանն էլ փոշմանել է իր արածի համար, արդեն հայտարարություն արել, որ նորից ինքը վերադառնում է Բաղրամյան պողոտա միանում է ժողովրդին որպես շարքային քաղաքացի։ Ինչը ողջուն Էլիա։ Ես Բուրգում սկսել այդ շարժումը։ Եկեք Հայեր միացեք, հայեր միացեք, հայեր միացեք, հայեր միացեք, հայեր միացեք։ Ողջունում եմ բոլոր հավաքվածներին ու լսեցի շատ տարբեր կարծիքներ այստեղ, ինչքան էլ որ նախորդ մտածում էի, որ չէի խոսի, բայց որոշեցի իմ կարծիքն էլ ասել, որովհետև մի փոքր տարբերվում է այն լսածներիցս։ Ուրեմն եկեք մի բան հասկանանք, ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել ենք, որ պայքարում ենք, բոլորս պայքարում ենք մի բանի համար, պայքարում ենք արդարության համար, որ մեր երկրում լիրի, պայքարում ենք այն բոլոր ամբողջ թալանի համար, որ այս 25 տարի անընդհատ կատարվում է մեր երկրում, ու այն պաշտոնյաներին, որ մենք տեսնենք, թե ինչպես է մեր քաղաքում պտտվում, ու այդ կամայականությունները, որ կատարվում են ամեն տեղ, վերջ-վերջը ուզում ենք, որ վերջ դրվի դրան, բայց ուղղակի ասել, թող վերջ դրվի դրանը ու մի աստիճանից գնալ հասնել վերջին աստիճանի, ուղղակի անհնար է։ Իմ կարծիքով պետք է, երբ որ մենք մի օր սկսում ենք այս բաները, ես ինքս Հայաստանում լինելով, երբ որ ինչ-որ խմբեր էին հավաքվում ջահելների ու սկսում էինք ասել, որ եկեք այս այգին մի քանդեք ու եկեք սրճարաններ չսարքենք սրա փոխարեն, հետո երեխեքը բան էին գրվում էին Թեղուտի համար, հետո պրոսպեկտի բուտիկներ սարքելու համար, այս ամեն ինչը քիչ-քիչ հավաքվեց ու եկավ ինչ-որ մի օր մի բանի, որ մարդիկ սկսեցին հավատալ, որ կարող են այդ ուժ հավաքելով ինչ-որ մի բանի հասնել։
վերջին բաները, որ ես հիշում եմ, որ արդեն այդ հավաքվածը, երբ որ այդ ժամանակ որ ասում եմ, օրինակ այդ առաջի բաները 2009 թվականին եմ ես հիշում, որը այդքան էլ վաղուց չի, բայց իմ ծնողների սերունդը շատ-շատերը ասում էին, որ անհնար է, ինչ եք անում, ինչ ստորագրություն եք հավաքում, ոչինչ բանի չեք հասնի երբևէ, ինչա փոխվելու դրանում։ Ու մենք հասանք մի 100 դրամի բանին, որ թվում է թե փոքր բան էր, ինչ կար դրա համար այդքան գրվելու, երբ որ այդքան թանկացումներ էին եղել հացի ու մնացած ամեն ինչի տեսքով, ու մենք կռվում ենք մի հատ 100-130 դրամի համար, ես այդ ժամանակ արդեն այստեղ էի նոր եկել, ու երեխեքը հասան դրան, իմ շատ ընկերներ ու շատ ծանոթներ ու բաներ հասան դրան։ Ինչի համար հասան դրան, որովհետև հայտնվեցին ինչ-որ ղեկավարներ, որոնք կարողացան համախմբել, հայտնվեցին ինչ-որ մարդիկ, որոնք պլան գծեցին։ Ինչ անենք, եկեք մի հատ սայթ սարքենք, որը դժվար չի, եկեք մարդկանց հավաքենք իրար հետ, ասենք մեկը մեկին տեղափոխենք, եկեք ավտոներով ամեն օր բոլորը գրում էին, եթե ինչ-որ մարդիկ կան, որ տեղյակ չեն, բոլորը մտնում գրում էին, ես այսօր, ասենք մանումենտից գնում եմ օպերա, առավոտը ժամը 8-ին, մարդկա հետս գալացող, 4 հոգի հեռախոսով զանգում էին, ես կարող եմ քեզ հետ գալ, իհարկե, այդ ձևով ըլենց մի հատ հարված տրվեց այդ տրանսպորտներին ու իրենց համակարգին ու ամեն, մարդիկ այսպես էին իրար հետ, ու այդ ամեն ինչը վերեց նրան, որ մի բան արեց կառավարությունը, ինքն էլ իր կողմից ուզում էր ասել, գիտեք ինչ մենք դեմոկրատ երկիր ենք, եկեք ցույց տամ ձեզ, որ մի բան էլ ես եմ ձեր համար անում, բայց մի բան պարզ է, այսօր երբ որ լսում եք Գովա Գասպարյանն է, չգիտեմ, իրենք որ այդպես խոսում են, բան են անում, այդ իրանց դեմքից, իրանց այդ ամբողջ արտահայտությունից երևում է, որ իրենք մեզ ընդունում են որպես շատ փոքր, շատ ինչ-որ ցածր խավի, ինչ-որ մարդիկ, որ իրենք այսօր այս ամեն ինչը ընդունում են, ոնց ասեմ, երեխայի կամախորություն, որ ոտը գետին է խփում ու ինքը իր կանֆետը ուզում է, ու իրանք չեն տա այդ կանֆետը, ես չեմ ասում, որ ես խաղաբես իմ հավատը կորցնում եմ, ես ասում եմ, որ եկեք նայենք, օրինակ ենթադրենք, չգիտեմ, կարատեի համար, սև գոտի ստանալու համար, ինչքան ուզում ուժեղ լինես, ինչքան մարդկանցով հավաքվես, գնաս կռվես, այդ սև գոտին չես ստանա, ու այսօր ինձ թվում է հազարավոր երկրների մեջ 200 երկիր կա աշխարհում, սև գոտի ունեցող իմ կարծիքով չկա, բայց շատ երկրներ սպիտակից բարձրացել են ու հասել են ինչ-որ մի կետի, որ շատ մուգ է, որ շատ մոտիկ անալին, մարդիկ այնտեղ շատ երջանիկ են ու շատ լավ են։ Դրա համար իմ կարծիքով բացի նրանից, որ պետք է միասնական լինել, որ պետք է շատ ուժեղ լինել ու պետք է առաջ գնալ ու պետք է շատ համարձակ լինել, այդքանով հանդերձ նաև պետք է ինչ-որ ստրատեգիաներ մշակել, ինչ-որ դիվանագիտություն բանացնել, որովհետև ես ինքս մեր պատմությունից ելնելով շատ դեպքերում եմ տեսել, որ ուղղակի, չգիտեմ, այնքան եմ ցավում, որ այսօրվա դրությամբ մենք այդ հաղթանակը ունենալով այսօր չունենք, ասենք Ղարաբաղյան պատերազմը, մարդիկ գնացել են, մահացել են, ես իմ կողքին տեսել եմ, թե այդ ազատամարտիկների երեխաները ինչ վիճակում են մեծացել, ու այսօր ինտերնետում մանավանդ մի քանի տարի առաջ շատ դժվար էր գտնել մի քարտեզ, որտեղ Ղարաբաղը մտնում է մեր պետության մեջ, ինչու, որովհետև մնացած երկրները չեն ընդունում, իսկ ինչու չեն ընդունում, չէ՞ որ դա արդարություն է, չէ՞ որ դա մեր պետական, մեր պատմական տարածքներն են, մեր հաղթանակած բանն է, որովհետև մենք չենք ունեցել դիվանագիտություն դրանից հետո, որ ինչ-որ նույնիսկ Ադրբեջանի մենք չենք կարողացել հաղթենք, որովհետև անընդհատ ինչ-որ մարդիկ իրանց գրպաններն են լցրել ու մենք չենք ունեցել են իրավաբանները, որոնք իրենց իրական ուժերով են միջազգայնակետները, են քաղաքակետները, որ գնան այդ ճանապարհներով։ Ու իմ կարծիքով ինչ-որ մի պահի մենք պետք է գանք, որ հասկանանք ինչ ձևով պետք է շարունակել այդ գործունեությունը։ Կոնկրետ այս պայքարում հիմա ես ցավով չեմ կարծում, որ մեր իշխանությունները կասեն ներողություն, մենք այդ սխալը արել ենք ու մենք չենք թանկացնի ու միգուցե ասեն մենք չենք թանկացնի, բայց էլի ինչ-որ ձևով կփորձեն ծածկել իրանց բաները, բայց իմ ասածը նա է, որ կարելի է ինչ-որ ձևով ընդունել պայմաններ որոշակի, նստել ու խոսել, եթե ուզում եք աուդիտ անել, եկեք, ես այսօր լսում եմ իմ դրագետներին, որտեղ ես այսքան չէի հասկանում աուդիտական համակարգով ինչ են պատերում, լսեցի ու պարզվեց, որ Freud investigation կա, ուրեմն եկեք մենք մեր կողմից ասենք ուրեմն Freud investigation արեք, եկեք պարզենք, որովհետև աուդիտը դուք չեք պարզի այդ բաները, դուք մարդկանց խափում եք ինչ-որ միակ բառ ասելով, եկեք այդ բանը անենք, եկեք դրանից հետո ոչ թե հայ ու ռուս ինչ-որ աուդիտական կազմակերպություններ դա անեն, այլ անի ինչ-որ միակ երրորդ երկիր, որը ոչ մի
ոչ մի ձևով կապ չունի սրանց հետ, այսինքն եկեք մեր կողմից մի քիչ պայմաններ առաջարկենք ու փորձենք մի քիչ հասկանալ, որ իրենք էլ չզգան են բանը, որ իրենք պարտված են, որ իրենք էլ չզգան են բանը, որ եթե իրանք անեն, վերջ մյուս անգամ ամեն անգամ ժողովուրդը այսպես կան ու իրանք կսվածնի, ինչքան էլ որ փոքր են, բայց արդեն որտեղ իրենց համար վերջի վերջով այդ հավաքված ժողովրդին, այդքան ժողովուրդ, երբ որ ժամը 11-ը մոտենում է Կիրակի օրը, ես այստեղից զանգել եմ իմ ընկերներից մեկին, որ այնտեղ նստած էր, դուք պետք է տեսնեք իր հոգեբանական վիճակը, իր հուզական վիճակը, դուք պետք է տեսնեք ինչ է կատարվում։ Մի ամբողջ զորքը հավաքված, ասում եմ, ես չեմ պատկերացնում, պատերազմի ոնց կարող է այսպես լինել։ Ամբողջ զորքը ովքեր են այդ զորքերը, մեր այնտեղի երեխեքն են հավաքված, պետք է հենց էտա, պետք է ասեն այս ժողովրդի վրա հարձակվել ու արյունահեղություն լինի, մարդիկ լացեն, մայրերը նստած ահավոր ձևի ու ինչ-որ հարյուրավոր քաղբանտարկյալներ ունենանք ու տարիներով աղաչենք, որ այդ քաղբանտարկյալների ազատեն, ոնց որ եղել է մնացած ինչ-որ դեպքերում, երբ որ մենք շատ փորձել ենք ուղիղ ճակատով քառակուսի ձևով առաջ գնալ։ Իմ կարծիքով այս ճանապարհներով ինչ-որ մի բանի հնարավոր է հասնել։ Դրա համար պետք է ինչ-որ մասնագետների մտցնել դրա մեջ, պետք է մի քիչ խելացի մարդկանց պլանավորված ձևով անել։ Շատ հնարավոր է մի բանի կհասնենք։ Ամեն դեպքում ես շատ եմ հավատում այն հավաքվածներին, այնքան ծանոթներ ունեմ դրա մեջ, որ ուղղակի հիանում եմ այդ մարդկանցով ու ծափարություններ ուղղակի բոլորին։ Ձեր ասած ծնողների այդ հույսը կորցրած սերունդը, ուրեմն ծարագույն պայմաններում, երկրաշարժից հետո, շրջափակման մեջ, պատերազմի առկայության պայմաններում ու սովետը քանդվելուց հետո ստեղծել անկախ երկիր ու հաղթել է Ղարաբաղում։ Խնդրում եմ մի քիչ այդ առումով հարգանք ցուցաբերել, այսինքն այդքան էլ անհույս չի, լավ էլ հույս ունի, լավ էլ փորձ ունի ու ամենևին էլ այնպես չի, որ ինչ որ արել են ուղղակի ու քառակուսի ոչ մի բանի չեն հասել, շատ բանի են հասել, մենք էլ պիտի զարգացնենք ու գնանք առաջ։ Պետք չի հետքել Բան եմ ուզում ասած չեմ ուզում վիճաբանության սա վերածել, ուղղակի որ դուք հասկանաք, ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր գնացել կռվել են։ Իմ ամբողջ խոսքը դրանում էր, որ շատ սիրտս ցավում է, որ այսօր Ղարաբաղը ուղղակի մերը չի, որ մենք այսօր այնտեղ օդանավակայան ենք կառուցում, չենք կարողանում վրայով թռնել, որովհետև Ադրբեջանը ասում է, որ ամեն վայրկյան կդրակի, քանի անգամ այդ փորձը արել ենք, օրը նշել ենք ու չենք կարողացել թռնել։ Ղարաբաղը այսօր մերն է դե ֆակտո, բայց շատ բաներով դեռ այսօր Բերեք ասես մի բան ասեմ, էլի ես։ Բերեք որոշենք ոնց անենք, որ ինչ-որ մի բանով ստեղ մենք կարենանք, ինչ-որ իրանց մի բանով կպնենք իրանց։ Հիմա գալիս է փոխհավաքի ժամանակը։ Սաղ ջահելները դե նստած հեռախոսներ են պատասխան։ Բերեք հենց անենք, որ այդ ինչ-որ իրանց բյուջետին ինչ-որ միտեղ կպնենք, այ մենք կարանք դրանով ինչ-որ մի բան արած լինենք։ Բերեք ինչ-որ անենք, որ այդ դրամ հավաքը կայնացնենք։ Եթե սաղս էլ գիտենք Հայաստանում ինչ է կատարվում, ինչ է լինում, սաղս էլ գիտենք, սաղս էլ այդ սաղը ապրում ենք, բայց ինչ-որ մենք ուզում ենք մի բանով ստեղ իրանց վնաս տվածել ենք, իսկ թումա դա ամենալավ բանն է, որ չտանք փող, այդքան բան։ Ես ուզում եմ մեր ընկերոջ խոսքին ավելացնեմ, այդ Armenian Fund-ը շատ կարևոր ստեղ խնդիր է մեր համար, որ խանգարենք իրանց, ոչ թե խանգարենք, այլ իրանց հասկացնենք, որ այդ փողը ոչ թե գնում այնտեղ ժողովրդին կարող է 1 միլիոնից 10,000 կամ 20,000 կամ թեկուզ 100,000-ը հասնի իր նպատակին, բայց մնացած 90%-ը հաստատ իր նպատակին չի հասնում ու գնում է նրանց մոտ, ովքեր որ այդ ժողովրդին կեղեքում են ու այդ ժողովրդին նենց են անում, որ փախնի երկրից։ 4 կողմից շրջապատել են, թողել են մի անցք, որ ժողովուրդը փախնի ու Հայաստանը հայաթափվի։ Ավելի ճիշտ ոչ թե հայաթափվի, այլ մնա շատ մինիմալ ժողովուրդ, որ կարողանան ոնց ուզեն նենց էլ կառավարեն։ Հիմա մեր խնդիրը ստե շատ էական շատ ճիշտ բան ասեց մեր ընկերը, շատ
Հիմա բոլորս մենք տեղեկացնում ենք մեր ընկերներին, մեր բարեկամներին, բոլորին, որ զանգեն այդ ժամանակ, ասեն, որ մենք դեմ ենք սրան, մեր բոլորին տեղեկացնել, թղթերը որ գալիս է, որ բան արեք, contribution-ներ տվեք, մի տվեք, գրեք ձեր կարծիքը ու այդ թուղթը հետ ուղարկեք իրանց։ Մի խոսքով ոչ մի սենտ այս ռեժիմին, այս կեղտոտ բորենիներին, այո։ Համամ աշխարհը բուդուդեկա Չեթոյ հելբաշ նազանի Չետեսա քուլիդարի պես Դու դիպունես վաշ նազանի Թե խամ հագնիս, հեզոր հագնիս Կուշիտնիսուն վաշ նազանի Հնդուն համար կուտեսնողը Ասում են վաշ նազանի Հնդուն համար կուտեսնողը ասում են վաշ նազանի Ողջույն ժողովուրդ։ Ես առաջի անգամ եմ խոսում ու ուզում եմ ողջունել Հայաստանում իմ քույրերին ու եղբայրներին, ովքեր որ պայքարում են հայկական կոռուպտ համակարգի եւ կառավարության դեմ։ Մենք ձեզ հետ ենք թեկուզ Ամերիկայից։ Ես ուզում եմ բոլորին ուղղակի ասել, որ գիտեք ինչ կա, սա միաձի խնդիր չի եւ սա քաղաքացիական խնդիր է ու ոչ քաղաքական, այսինքն պետք չի վանկարկել Սերժիկ Հեռացիր եւ այլ բաներ, քանզի որ ընդեղ մեր Հայաստանում երիտասարդները, որ հիմա ընդեղ են, նրանք խաղաղ կերպով անում են ցույց միայն էլեկտրոէներգիայի բարձրացման դեմ։ Սակայն, որ այսքան մենք հավաքվել ենք, դա ունի մի նշանակություն։ Մենք բոլորս ստեղ ենք մի պատճառով, որ մեր երկիրը, այսինքն Հայաստանը, մեզ չի կարողացել ապահովի այն ապագայով, որին մենք ծնվել ենք, այսինքն մենք Հայաստանում մնալով ոչ մի բանի չենք հասնի, դրա համար հիմա այստեղ ենք։ Այս է միտքը գալու այստեղ, բոլորով հավաքվել, որ ոչ մեկ չասի, գնում ես հիմա այնտեղ հեպատոսրանի դեմը ինչ անես, դու Ամերիկայում ես, Հայաստանի ժողովրդի համար ինչ կարաս անես, կարանք անենք ես, հավաքվենք այստեղ, սա մեծ քայլ է, մենք բոլորս լքվել ենք մեր ապագայից, որը մենք արժանի ենք, սակայն մեր երիտասարդները, որոնք պայքարում են Հայաստանում, ես բոլորին ողջունում եմ, նաև կուզեմ հուշել բոլորին, որ 2 ամիս, 3 ամիս առաջ ապրիլի 24-ին մենք քանի հոգի էր, 150, 160, 200,000, այդքան հայեր հավաքվել, սակայն ստեղ կան քանի հոգի, 100 հայ, 50, ավելի քիչ, որոնցից երևի 30%-ն են երիտասարդները, իսկ Հայաստանում այնտեղ միայն երիտասարդական շարժումը ճիշտ է, մեծերը մեր կողքին են, նրանց ձեռքը մերուսին է, սակայն այնտեղ երիտասարդներն են, կոչ եմ անում մեր երիտասարդներին, կապ չունի, ստեղ են ծնվել, թե Հայաստանից են եկել ստեղ, կապ չունի, մենք բոլորս հայ ենք, մի հողից ենք, ու մենք բոլորս սրտացավ ենք մեր ազգին, որը սենց ստրկացել է հիմա։ Գիտեք ինչ կա, պետք է մենք բոլորս համախմբենք ու ոնց ենք ապրիլի 24-ին հավաքված բոլորս դրոշակներով, հա, մեքենաների վրա, նույն ձև եկեք փորձենք հիմա անել, եկեք շեղենք աշխարհի ուշադրությունը դեպի Հայաստան։ Ինչի՞ չէ որ իմ Հայաստանի երիտասարդությունը վստահ չլինի, ամբողջ կանգնած չլինի այնտեղ, այն բարիկադների հետևում, ոստիկանների առջև, որ գիտեք ինչ կա, ես ունեմ հայություն նաև Հայաստանից դուրս, որ ամբողջ սփյուռքը իմ կողքին է։ Ինչի՞ չեք անում։
Իմ հայ երիտասարդություն կոչ եմ անում ձեզ, գիտեք ինչ կա Հայաստանը մենակ ամառը գնալու ու հանգստանալու համար չի, այնտեղ է մեր ապագան ու այնտեղ հիմա չեմ ուզում ասել համայն հայոց հարց, որովհետև դա դեռ քաղաքացիական հարց է այնտեղ, այսինքն այնտեղ չկա ոչ մի հեղափոխություն, չկա ոչ մի քաղաքական բան, այնտեղ ոչ մեկ չի ասում Սերժիկ հեռացիր, չի ասում այլ բաներ, այո, ցավոք սրտի, ես շատ կուզեմ, որ այս հարցը լուծվելուց հետո, որ մնում է ընդեղ 999,000 հարց, դրանից հետո արդեն ժողովուրդը կանգ չառնի միայն էլեկտրոէներգիայի չթանկանալու համար, այլ գնա ընդեղ ավելի շատ քայլեր անի։ Օրինակ, չգիտեմ, ովքեր գիտեն, որ Պերմյակովը Գյումրիում մարտահրավերություն կատարած զինվորը հանձնվում է հետ Հայաստանի կառավարությանը։ Իհարկե, շեղելու համար ասենց հայկական ասած կուտ են տալիս, որ ընդեղի ժողովուրդը ոտքի չկանգնի։ Ու դրա համար արդեն 8 օր հեսա կլինի Հայաստանում, որ արթնանում են ընդեղ ժողովուրդը ու բախում չկա ոստիկանության հետ։ Դա ինչ է նշանակում։ Ցանկացած վայրկյան, երբ որ ոստիկանությունը այնտեղ քայլ անի ընդդիմողների պրոտեստ անողների դեմ, դա միանգամից կվերածվի արդեն ծեծկրտուկի, որը հուսով եմ ժողովուրդը հետ չի կանգնի ֆիզիկական ուժի բռնությունից եւ պատասխան կտա եւ այլ ժամանակ արդեն կլինի քաղաքական ներողություն քաղաքական սակայն դեռ այնտեղ քաղաքացիական է ու դե որ չի հասկանում ասեմ քաղաքացիականը դա նշանակում է civil այսինքն խաղաղ կերպով են ամ իսկ քաղաքականությունը դա politics որը դա ունի արդեն կուսակցությունների հետ գործ Եվս մեկ անգամ կրկնեմ ժողովուրդ, եկեք ձեր երիտասարդներին, ովքեր ինձ հիմա դիտում են, ձեր երիտասարդներին ուղարկեք ստեղ, ամեն օր ժամը 7-ին ցույց է լինելու ու լինելու այնքան ժամանակ, մինչև այնտեղ իմ քույրերի ու եղբայրների պահանջները չկատարվեն, որն է, որ չեղարկել այնտեղ լույսի ցանկացման որոշումը, պատասխանատվության բերել այն ոստիկաններին, ովքեր են Հայաստանում երեքշաբթի օրը ծեծել են ժողովրդին Եվ ոչ տանանին, ինձ հիշեցին ոչ տանանին Գիտեք ինչ կա ոչ տանանին, դա մի տեսակ Թալանը հիմա չի սկսվել, թալանը սկսվեց, երբ որ ես ծնվել էի 90-ական թվերներ, մութուցուր տարիներին ես մեծացա Թալանը այս ժամանակվանից սկսվավ ու իմ երկիրը ու ձեր երկիրը, մեր երկիրը ծախեցին, կիսեցին մի 20 հոգի Չէ, երբ որ ծախեցին այդ ամեն ինչը բաժանեցին 20 հոգու միջև ու հիմա բիզնես են անում ամբողջ երկրի լայնքով Գիտեք ինչ կա, վերջի վերջո այդ 20 հոգին էլ են ոսկորից ու արունից ու մենք բոլորս էլ մահկանացուներ ենք Հիմա փառք Աստծո քաղաքացիական շարժման դե բոլորը խաղաղ են Սակայն թող իմ հայ երիտասարդությունը լավ վստահ լինի, որ իր Ամերիկայի երիտասարդությունը աշխարհի ուշադրությունը շեղում է դեպի Հայաստան, ինչպես նաև իր կողքին է Ժամանակը գա մենք էլ իրաց կողքին կկանգնենք, երբ որ լուծված լինի հայկական հայոց հարցը, սփյուռքը կվերադառնա Հայաստան, ես երազանքն եմ, շնորհակալություն Ուղղակի նորից ասեմ, որ շատ ուրախ եմ, որ մեր ջահելները այսքան օր-օրի շատանում են, հոգիս հրճվում է, ուրախանում է, նույն ձևով, ոնց որ տեսնում ենք Հայաստանի փողոցներում են հիմա մեր ջահելները։ Ու այս ջահելների մեջ ինքնահարգանք է առաջանում։ Նույնն էլ Երևանի փողոցներում իր ասած ցուրտ ու մութ տարիներին մեր մեծացած երեխեքը, մեկը հենց իմ տղան 27 տարեկան, աղջիկս 17, եթե հիմա Հայաստանում լինեին, իրոք խեղճացած, ոնց որ ստորացած, այդ օլիգարխների ու խարոշիների մոտ ցածրացած մեծացել այդ սերունդը այնտեղ։ Ու հիմա իրանց մոտ առաջանում է ինքնահարգանք, որը որ տեսնում ենք ու դրանով մենք ուրախանում ենք։ Ինչի են Երևանում շատերը ասում են, ինչի դրած են դոր զուրնա են անում, ուրախանում են, հարսանիք են անում, հոգեբի չեն գնացել, մի բան արեք, մի փոփոխություն արեք, չէ՞։ Շատերս էլ տեսնում ենք, որ Երիկա ինչքան պիտի քեֆ ուրախություն անեք, բայց ես որ ասած նայում եմ մտածում եմ, այս ջահելները քեֆ ուրախություն են անում, որտեվ էդի նոր սերունդի ծնունդ, ոնց որ ծնունդ են նշում, ոնց որ վերածնունդն է մեր հայ ազգի, են հայ ազգի գենի վերածնունդն է հիմա, համաձայն չեք? Այո։ Շատ մտածում եմ դրա վրա, որ ինչի վրա ինձ այդ ուրախությունը կա, ու հիմա այդ նույնը տեսնում եմ, այս գլենդելի այս երեխեքը որ եկել են, նույն այդ ուրախությունը հիմա իրանց մեջ են տենում ու անկախ իրանցից ակամաս ուրախանաբեր սպասում են թե երբ պիտի այս մեծերը խոսալը պրծնեն որ մենք սկսենք
աշխարհ գենի։ Այդ Սասունցի Դավիթի այդ խենթությունների, այդ խենթերն են հիմա փողոցում մեր Երևանում։ Ու որը որ մեզ շատ թև է տալիս, շատ ուրախ ենք ու նաև ինչի՞ չէ ուրախ ենք, որ ոչ մի կուսակցության էլ չեն լսում։ Երևի հենց այդ իրանց խենթությունով է, որ իրանք ճիշտ պատասխանը կգտնեն։ Ու արդեն էս լինելու է մեր Հայաստանի Հանրապետության 4-րդ Հայաստանի Հանրապետության ծնունդը։ Ու ինչի՞ չէ նախորոք պետք է շնորհավորենք ու նախորոք ջահելները նշում են այդ ուրախությունը։ Ճիշտ է, դժվար է, ինչի՞ չէ Աստված ոչ անի իհարկե առանց զոհերի լինի, բայց պայքարով հիշում եք երգը, չէ, հողը արյունով են պահում իմացեք, չէ, ինչքան էլ որ դժվար լինի դիմացեք, հիմա Աստված իհարկե առանց արյունի դա լինի, բայց ուզում եմ ասեմ բոլորիդ եմ շնորհավորում, որ այս իրոք հայ գենի վերածնունդն է ժողովուրդ։ Օրինակից հարցնում են, ասում են աշխատանքից տեղը, դու երևի Հայաստանում մոտիկներ ունես, երևի դրա համար է, որ դու սենց ակտիվ մասնակցում ես, սենց մեկ-մեկ սենց ապշած նայում եմ երեսներին, մեկ-մեկ պատասխանում եմ, մեկ-մեկ հոգնել եմ պատասխանելուց, բայց կարամ հիմա էլ ասեմ, որ այ ցավը տանեմ, ինչի որ մոտիկ չունենա, ուրեմն սենց են սարը, քարը, հողն է իմ մոտիկը, են մեր սրբավայրեր են, Մաշտոցի օրինակ գերեզմանը, ոնց ասեմ, են բարդիները, են Երևանի փողոցները, որ ես բազել եմ պահկվոցի եմ խաղացել, այդ ամեն ինչն է իմ մոտիկները, ճիշտ է, իմ մոտիկները ընդեղ են, բայց ոչ մի կապ չունի։ Այ հիմա Լիբանանա հայերը, Սիրիա հայերը, Ֆրանսիա հայերը, ես իմ որտեղի ծնվածները, ամենքը տարբեր դժբախտաբար, տարբեր ծննդավայրեր ունեն, բայց հայրենիքը մեկն է, չէ։ Այդպես չեն ասում, one for all, էդ է, չէ։ Ոնց է, պետք է պայման ընդեղ մոտիկ ունենաք, որ դուք սիրտը ցավա, որ դուք գնաք մասնակցեք ես մեր միտինգներին։ Լիբանանա հայեր ու Սիրիա հայեր ու Ֆրանսիա հայեր ու Ամերիկա հայեր, կլասիկ սպորտին եմ հիմա իմ խոսքը ուղղում։ Շատ եմ սիրում ձեր հայրենասիրությունը, ուրախ եմ, հպարտ եմ, ամեն 24-ի, ապրիլի 24-ին դուրս են գալիս, գնում ենք վայ, գիտենք բոլորս։ Նույն ձևով ինչի հիմա չեն կանգնում հիմիկվա ներկա Հայաստանի թիկունքին, ուր ենք։ Ինչի ստեղ լնայք, մեծ մասը հայաստանցիներ են, ինչի համար, ցավը տանեմ, ինչի Հայաստանը մենակ հայաստանցիներին, նա։ Հայաստանի պրոբլեմները ինչի հայաստանցիների պրոբլեմն է մենակ։ Շատ անգամ շատերից խոսում եմ, ասում են, դե գիտեք, մենք տեղյակ չենք Հայաստանում, մենք ճշգրիտ տվյալներ չունենք, դրա համար մենք չենք խառնվում։ Հայաստանցիները ճիշտը գիտեն, թող իրանք իրանց հարցերը իրանք գիտեն ոնց կանեն։ Չգիտեք իմացեք, հարցրեք, իմացեք, բարձ աստու, ամբողջ ինտերնետը հիմա բողողված է, Ռոբերտ Քուչարյանը, դրանից առաջով էր Լևոնը, Սերժիկ Լոյրայև, Միշիկը, ինչ ունեն, ինչեր ունեն, ինչ դղյակներ ունեն, ինչ բանկերում, ինչքան միլիարդներ ունեն, նույնիսկ հասարակ մարդիկ ամբողջ ինտերնետով բողողված է, մի հատ Google արեք, իմացեք, տեսեք, չգիտեք, հետաքրքրվեք, չգիտեք, Էդ եմ ըլու ասում, կլասիկ սպյուրք, միշտ ասում եմ ու գրում եմ, դիր սպյուրք, ուր եք, ցավը տանեմ, եկեք, այդ դիմացը միկրոֆոն ընդեղ նայում եմ ռեստորանը, մեր սիրելի էլի հայերն են, բայց ոչ հայաստանցիները մեծամասամբ չեն գալիս մի հատ ասեն, այ ժողովուրդ, ես մի շաբաթ է դրոշը եռագույնը, որ ամեն մեկի դոշին իրանք եռագույն են դնում, պատերին, տների մեջ եռագույնն է դրած Մասիսի նկարը, Հայաստանը մենակ եռագույնն ու Մասիսի նկարը չի, ես ձեր ցավը տանեմ այդտեղ։ Հայաստանը այդ քարն ու հողն ու Հայաստանի ժողովուրդն է, որ հիմա փողոց այել է։ Բորբոքվում եմ իհարկե, թողներեն, սրտի ցավով եմ ասում, շատ եմ սիրում, շատ եմ հպարտանում, ամանավանդ մեր լիբանահայերի այդ հայրենասիրությունը, այդ ասալայի այդ ամեն ինչը բոլորս գիտենք, գլխներիս վրա տեղ ունեն, բայց ուզում եմ, որ այդ նույնը նաև լինի ներկա Հայաստանի համար, ինչի մենակ կլասիկ սպուրկը դրած լացումը նախորդ կորցրած Հայաստանը, բայց ներկա Հայաստանն էլ կորցնենք, հետո նոր սկսենք ես իրա համար լացենք, չէ։ Hey!
Լևոն! Լևոն! Ազանին կոլեջ է։ Ստարաս ես պարես։ Դա ոչ է ստարես, չոնես։ Ապե, ինքս բուխին ես այն։ Օպա, երով Ապե, բանանեմ եղբայր, Աղես աղականեմ, ճիշտ է, ծելի
Ոնց գիտես։ Ջանը ցաղել է ապե վարդը որա։ Սան մեքենան է։ You'll be